Նոյեմբերի 6 Շուշիի շուրջ օղակը գնալով սեղմվում էր, սակայն պաշտոնական հայտարարություններն այլ բանի մասին էին։ Եթե 1992 թվականին մայիսի 8-ը նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։ Գյոռբագյոռ ռազմական գործողությունը հաջողությամբ շարունակվում է, նոյեմբերի 6-ին հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նոյեմբերի 8 Պատերազմի 44-րդ օրը սկսվեց Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանի վերածննդի հրապարակից ամենածանր լուսաբացի լուսանկարով և Բաքվի տոնական տեսանյութերով։ Տոնում էին Շուշիի գրավումը։ Պաշտոնական Երևանը լուռ էր, սակայն լռությունը կոտրեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։ Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից։